Գրավեցի Էրախի ցեղի երկիրը, գրավեցի Իրդանիունի քաղաքը, մինչև Իշկիգուլու երկիրը։ Մեր թվարկությունից առաջ 774 թվականին Բիայնիլի երկրի հզոր թագավորներից Արգիշտի առաջինը գրավում եւ իր իշխանությունն է տարածում Շիրակի դաշտավայրի, այդ թվում Մարմաշենի վրա։ Մարմաշենի վանական համալիրից ոչ շատ հեռու ժայռաքերծին Արգիշտին թողնում է այս սեպագիր արձանագրությունը։ Արգիշտի թագավորի արձանագրության մեջ հիշատակվող Էրիախի երկիրը, ինչպես դիտվել է Շիրակի դաշտն է, Իրդանիունի քաղաքը նրա վարչական կենտրոնը, որը հետագայում Ամրոցի անվամբ կոչվեց Կումայրի։ Սա մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում։ Սրանից շատ ավելի շուտ, դեռևս մեր թվարկությունից առաջ երրորդ հազարամյակում այժմյան Շիրակի դաշտավայրում եւ Մարմաշենում խիտ բնակություն է եղել։ Դա են վկայում պեղումների ժամանակ ի հայտ եկած բազմապիսի նյութերն ու առարկաները։ Այնուհետև այս տարածքը հաջորդաբար անցնում է Երվանդունիների, Արտաշեսյանների եւ Արշակունիների տիրապետության ներքո։ 4-րդ դարի սկզբում Տրդատ թագավորը Շիրակի եւ Արագածոտնի զգալի մասը, այդ թվում Մարմաշենը, իբրև սեփական ժառանգական կալվածք նվիրում է կամսարական նախարարական տանը։ Արաբական արշավանքների եւ կոտորածների հետևանքով հետզհետե կազմալուծվում է կամսարականների զորավոր տոհմը։ 783 թվականին նրանք իրենց կալվածքները զիջելով օր-օրի հզորացող բագրատունիներին անցնում են Արևմտյան Հայաստան։ Բագրատունիների խոհեմ դիվանագիտության հայկական ուժերի համախմբման շնորհիվ 855 թվականին վերականգնվեց Հայաստանի պետական անկախությունը։ 989 թվականին Սմբատ տիեզերակալը Տրդատ ճարտարապետի փայլուն տաղանդով սկսում է Անիի մայր տաճարի շինարարությունը։ Հայոց պետականության կայացման եւ հզորացման գործում մեծ դեր է խաղացել Պահլավունյաց տոհմը։ Երկրի քաղաքական ու գաղափարական ինքնուրույնության համար պահլավունիները պայքարել են ոչ միայն սրով։ Նրանք շինարարական պատկառելի գործեր են կատարել, թողնելով մշակութային հսկայական ժառանգություն։ Պահլավունյաց տոհմի ամենաականավոր դեմքը Վարան Պահլավունին շուրջ կես դար վճռորոշ մասնակցություն է ցուցաբերել հայոց պետության հոգևոր, մշակութային, հասարակական, պաշտպանական, ներքին եւ արտաքին քաղաքական կյանքում։ Վահրամ Պահլավունին հաստատվելով Մարմաշենում այն դարձնում է Պահլավունյանց տոհմի հոգևոր եւ մշակութային կենտրոնը։ Ներկայացնեմ որոշ նյութեր, որոնք պեղվել են Մարմաշենում։ Մարմաշենում տարբեր տարիների Սերգեյ Հարությունյանի կողմից իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերի մի մասը հանգրվանել է Շիրակի երկրագիտական թանգարանում։ Գիտեք, բնակավայրի պեղումներից շատ դժվար է ակնկալել, որ ամբողջական իրեր գտնվեն, բոլորը հիմնականում բեկորային իրեր են, թեև հնագիտության համար դա առանձնակի նշանակություն չունի բեկորային է թե ամբողջական, ուղղակի մենք հիմա ընտրել ենք որոշ նյութեր, որոնք առավել դիդակտիկ են եւ ավելի հետաքրքիր գուցե։ Իմ ձեռքին կոտեզաշտ կարասի բեկոր է, ես չգիտեմ հարմար եմ
ֆոտոժարտ կարասներ, դրանք մեծ կարասներ են, որոնց ուրեմն Իրանի բարձր մասում կնկադրոշմով, կնիկներով արված էին դրոշներ, որոնք զբաղեցնում են Իրանը ամբողջ պարագծով եւ կոնկրետ սրա վրա որսի տեսարան է։ Դրանք շատ տարբեր են լինում եւ որսի տեսարաններ, զուտ կենտրանների տեսարաններ եւ շատ հետաքրքրական է սա։ Եվ հետաքրքրական է նաեւ նրանով, որ բեկորները գտնվել են տարբեր ժամանակ, այսինքն այս բեկորը, որը գունաթափ է, հայտնաբերվել է վերգետնյա նյութերի հետ, մյուս բեկորը շերտից է դուրս եկել։ Եվ ինչպես տեսնում եք, գտել է իր տեղը, վերականգնվել է։ Այստեղ ունենք ցիտաճրակներ, սովորական կավից հասարակ, սեղմված եզրով, որը ծառայել է պատրույգը կախելու համար, եւ ունենք ուրիշ մի ցիտաճրակ, որը արդեն Իրանի այլ ձև ունի, մի քիչ ավելի կլորավուն է, փոքր շուրթով։ Ունենք թասեր։ Ընդհանրապես գտածոները շատ են, դրանք հիմնականում սովորական խոհանոցային կոչվող խեցեղենի նմուշներ են։ Ունենք նաեւ ջնարակապատ անոթներ, օրինակ, ինչպեսին տեսնում եք, այս թասն է։ Եվ տեսնում եք տարբեր գույների ջնարակով նախշազարդված։ Ունենք նաև այսպիսիք։ Շատ հետաքրքիր է այս թասը, որի կենտրոնում աստղ է, աստղի մեջ դեմք է պատկերված։ Եվ բնականաբար պահպանվել է այս հատվածը, մյուս հատվածների պահպանված հատվածի նմանությամբ վերականգնվել է թասի ամբողջական Իրանը։ Իրանն ամբողջությամբ։ Եվ ցույց տամ մի քանի բեկորներ միջնադարյան ապակեղենի, սրանք ապակե ապարանջանների բեկորներ են, որոնք շատ տարածված են միջնադարյան բոլոր հուշարձաններում։ Պատմական Շիրակ գավառի հյուսիսային մասում, այժմյան Գյումրի քաղաքից 10 կիլոմետր արևմուտք, Ախուրյան գետի ձորահովտում գտնվում է միջնադարյան հայ դասական ճարտարապետության գլուխ գործոցներից մեկը՝ Մարմաշենի վանքը։ Վանքը բաղկացած է երկու խումբ հուշարձաններից։ Հիմնական խումբը Մեծ Մարմաշենն է, որի կազմի մեջ մտնում են 4 եկեղեցիներ, Գավիթ դամբարանը եւ գերեզմանատունը, շրջափակված պարսպապատերով։ Մյուս խումբը, կամ ինչպես հայտնի է վերին կամ փոքր Մարմաշենը, կազմված է մեկ եկեղեցուց եւ գերեզմանատնից։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու կրթական խոշոր ու նշանավոր կենտրոններից մեկը, որը հանդիսացել է նաեւ Շիրակի հոգևոր թեմի առաջնորդարանը։ Մարմաշենի վանքը եղել է լուսավորության կենտրոն, դպրության կենտրոն, այնտեղ սովորել են, այնտեղ ուսում են ստացել, այնտեղ զարգացել են, այնտեղ ծերագրեր են գրել, այնտեղ մանրանկարչություն է եղել, բաբախող սիրտն է եղել Շիրակի, մշակութային, ամեն իմաստով լուսավորության, բաբախող սիրտն է եղել Մարմաշենի վանքը։ Մարմաշենի վանքի գլխավոր եկեղեցին վիմական արձանագրությունում կոչվում է կաթողիկե։ Այն, ինչպես արդեն նշեցինք, հիմնարկվել է Անիի մայր տաճարին զուգընթաց։ Համաձայն Վահրամ Պահլավունու արձանագրության, կաթողիկեի շինարարությունը սկսվել է ՆԼԵ, այսինքն հայկական 437 թվականին, որը 988 թվականն է։ Պատմիչ Սամվել Անեցին եւս նույն 988 թվականն է մատնանշում։ Չնայած Սամվել Անեցին մեկ այլ առիթով հիմնադրման թիվը նշում է 986 թվականը, որը կարելի է կարծել, որ ձեռագիր գրչական վրիպում կարող է լինել։ Միանիշ են պետք է սրբագրել է։ Այսպիսով, ի նկատի ունենալով, որ արձանագրությունը գրվել է հենց Վահրամ Պահլավունու ձեռքով,
Կարելի է վստահորեն պնդել, որ կաթողիկեն հիմնադրվել է 988 թվականին։ Իսկ երբ է ավարտվել եկեղեցու շինարարությունը, կրկին անդրադառնանք Վահրամ Պահլավունու արձանագրությանը։ Ըստ արձանագրության եկեղեցու շինարարությունը ավարտվել է ՆՀԸ, այսինքն հայկական 478 թվականին, որը 1029 թվականն է։ Սակայն Սամվել Անեցին իր ժամանակագրության մեջ նշում է, որ եկեղեցու շինարարությունը ավարտվել է 994 թվականին։ Շատերը պնդում են, որ Սամվել Անեցու վկայությունը վերաբերվում է միայն գլխավոր եկեղեցու կառուցմանը, իսկ Վահրամ Պահլավունու արձանագրությունը գլխավոր եկեղեցուց բացի նաև երկրորդ եկեղեցու կամ ամբողջ համալիրի կառուցմանը։ Ուշադիր կարդանք արձանագրության հետևյալ տողերը. հիմնադրեցի Զսուրբ և Զտիեզերական ուխտս Մարմաշեն։ Կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերում է ոչ թե մեկ եկեղեցու, այլ ուխտին, վանքին ամբողջությամբ։ Սակայն կա նաև նման կարծիք, որ ժամանակին արձանագրությունը քանդվել է և վերականգնվելու ժամանակ հնարավոր է թույլ է տրվել վրիպումներ։ Կա նաև մեկ այլ կարծիք, որ երկրորդ եկեղեցին կառուցվել է ավելի վաղ։ Մասնավորապես հնագետ Սերգեյ Հարությունյանը իր աշխատություններից մեկում նշում է, որ մինչև Մարմաշենի վանքի հիմնադրումը տեղում եղել է վանք, այժմ հարավային կոչվող եկեղեցին, որպես ապացույց նշելով, որ արևելք-արևմուտք ուղղվածությամբ հարավային եկեղեցին տարբերվում է ինչպես կաթողիկեի, այնպես էլ ողջ համալիրի կողմնորոշումից։ Կաթողիկե եկեղեցու վրա արտակուստ կա 3 մեծ արձանագրություն։ Սրանցից մեկը փորագրված է հարավային պատի կենտրոնում և լրացնում ու հարստացնում է հուշարձանի հարդարանքը։ Պետք է նշել, որ այս արձանագրությունը շատ մեծ կարևորություն ունի։ Սխալ չի լինի, եթե ասենք, որ Պահլավունու ամենակարևոր վկայագիրն է։ Այն յուրատեսակ ամփոփագիր է Պահլավունյանց տոհմի և մասնավորապես Վահրամ Պահլավունու գործունեության։ Այս արձանագրության մեջ նշված է ոչ միայն շինարարության հանգամանալից պատմությունը, այլ նաև Պահլավունյանց տոհմի տոհմաբանությունը, առատաձեռն նվիրատվությունը և վանքի կառուցման բուն նպատակը։ Ըստ արձանագրության պարզ է դառնում, որ շինարարությանը մասնակցել են Վահրամի մայրը, հայոց տիկնաց տիկին Շուշիկը, եղբայրները Վասակ Հոլոմ իշխանած իշխանը և Ապլխարիբ մարզպանը և Վահրամի որդին Համզեն։ Ըստ արձանագրության պարզ է դառնում նաև, որ Վահրամը սերում է Գրիգոր Լուսավորչի տոհմից։ Հարավային պատի աջ անկյունում փորագրված է աբխազաց և հայոց թագուհի Մայրամի վկայագիրը, որով վերջինս մեղքերի թողություն է խնդրում Աստծուց իր պապ Կակիկ առաջինի համար։ Այս երկու արձանագրությունները ժամանակով իրար շատ մոտ են։ Առաջինը գրված է 1029 թվականին, երկրորդը 1-2 տասնամյակ հետո։ Դրանով կարելի է բացատրել նրանց տառաձևերի նմանությունը։ Օրինակ, գրեթե երկուսում էլ Հ, Զ, Ց և Թ տառերը նույն ձևով և ոճով են փորագրված։ Երկուսն էլ սկսվում են շնորհին Աստծոյ արտահայտությամբ և հաջորդապես գալիս է արձանագրությունը կրողի անունը, մի դեպքում Վահրամի, իսկ մյուսում Մայրամի, և այնուհետև տիտղոսն ու ծագումը։ Երրորդ արձանագրությունը գտնվում է եկեղեցու հյուսիսային պատին։ Այն դիրքի առումով կարդալուն հարմար չէ։ Արձանագրության մեջ Վահրամ Պահլավունու թոռը arczepiskopos Գրիգորը փաստում է, որ 1225 թվականին վանքը նորոգել է և միացրել ներքևի վանքին։ Այս արձանագրությունը փորագրված լինելով 1225 թվականին խիստ տարբերվում է առաջին երկուսից, թե ոճով և թե տառաձևերի առումով։
Վանական համալիրի գլխավոր եկեղեցին, այսինքն կաթողիկեն, գմբեթավոր սրահ տիպի կառուցվածք է, իրականացված կարմիր գույնի մեծաչափ տուֆաքարերով։ Այս տիպի հատակագծային հորինվածքները մշակվել է դեռևս 5-ից 7-րդ դարերում։ Այն կենտրոնական սյուներից ձերբազատված գմբեթավոր դահլիճ է։ 4 սյուները հետ են քաշվել ու ձուլվել կողապատերին, որով ավելի ընդարձակ է դարձել 3 հատվածի բաժանված ներքին սրահը։ Այսինքն գմբեթը հուսալիորեն բարձրացված է առանց կենտրոնական 4 հենասյուների։ Սա ճարտարապետական մեծ նվաճում է։ Մարմաշենի գմբեթը տեղավորված է 4 մույթերի վրա, բայց մույթերը այդ որմնասյուները ոչ թե առանձին կանգնած են, ինչպես մյուս տաճարներում, այլ դահլիճային եկեղեցիների մեջ կապած են պատին, որմնասյուն են եւ արագաստներով այդ քառակուսի ծավալը վեր է ածած կլոր շրջանի, որի վրա էլ նստած է թմբուկը եւ գմբեթը։ Ուրեմն եկեղեցիները հիմնականում ծառայելու են ժողովրդին որպես աղոթատեղ, ծիսակատարություններ կատարելու վայր եւ այլն։ Այսինքն եկեղեցիները բացի սեյսմոկայունությունից պետք է իրանց բուն նպատակին ծառայեն, այսինքն լինեն տարողունակ, որ ասենք պատարակի ժամանակ եկեղեցում առավել քանակով մարդիկ կարողանան ներկա գտնվել։ Այս տեսակետից զարգացման ընթացքում ճարտարապետության եկեղեցիների կամաց փորձել են մեծացնել եկեղեցիների ծավալը։ Մեծացնելը կբերի ուրիշ խնդիրների, գմբեթի հետ կապված կայունությունը ապահովելու։ Դրա համար ճարտարապետական լուծում են գտել, որ պատերը հետ քաշելու ժամանակ գմբեթը նստի առագաստների վրա, նոր առագաստները հենվեն սյուների եւ պատերի վրա։ Այսինքն բավականին բարդ խնդիր է առաջ եկել պատմական զարգացման ընթացքում եւ նորից պետք է կրկնեմ, որ այդ թվում մարմաշինում այդ խնդիրը շատ լավ լուծված է։ Եկեղեցու գմբեթը թմբուկին է փոխանցվել առագաստների, 4 կամարների եւ որմնասյուների միջոցով։ Գմբեթի շնորհիվ համալիրը դիտվում է որպես մի ամբողջական դեպի երկինք ձգվող կառույց։ Եվրոպայի շատ գիտնականներ հենց այս ոճը ի նկատի ունենալով պնդել եւ պնդում են, որ այն մեծ ազդեցություն է ունեցել Եվրոպայում մեծ տարածում գտած գոթական ոճի ձևավորման վրա։ Պատահական չէ, որ բազմաթիվ այլ երկրների ուսումնասիրողներ, գերմանացիներ, օգեշչուազին, իտալացիներ եւ այլն, բոլորը գտնում են, որ գոթիկական ճարտարապետական ոճը սկիզբ է առնում Հայաստանից։ Այսինքն այն ինչ որ այսօր Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան ունեն ցկված երկինք ցկվող ճարտարապետական կառույցներ, դրա սկիզբը Հայաստանում է եւ դա ամենալավ ապացույցը օրինակ պահպանված ասենք անի մայր տաճարն է։ Ստրիգովսկին 18 տարեկան էր։ Հրադարագեց 2 հատորով եւ այդ 2 հատորով մեջ ցույց տվեց որ գոթական ճարտարապետությունը սկիզբ է առնում Հայաստանից։ Կաթողիկեի հարավային, հյուսիսային եւ արևելյան պատերը զարդարված են սլացիկ կիսասյուներով, որոնք վերևի մասում աղեղներով միանում են իրար եւ ձևավորում կամարներ։
Ժամանակի ճարտարապետության համար նորամուծություններ էին եկեղեցու ճակատներն ու գմբեթը պարուրող հոյակափնջերով ավարտվող կամարակիր որմնասյուները, երկրաչափական եւ բուսական շրջազարդերով ուղղանկյուն լուսամուտները, զիգզագվող եւ ռմբաձև քիվերը։ Այս ամենը մեծ տարածում գտան 10-ից 13-րդ դարի հայկական ճարտարապետության մեջ։ Եկեղեցու ներսը լուսավորվում է բոլոր ճակատների եւ գմբեթի թմբուկի 4 նիստերի վրա բացված լուսամուտներից, իսկ խորանները լուսավորվում են մեկական փոքր լուսամուտներով։ Յուրովի տարբերվող եւ հետաքրքիր ձևավորում ունի հարավային պատի պատուհանը։ Իր շրջազարդերով հետաքրքրական է նաեւ արևելյան կողմի պատուհանը։ Պետք է նշել, որ արևելյան պատուհանները հայկական եկեղեցաշինության մեջ յուրահատուկ խորհուրդ ունեն։ Որտեղ աղոթարանն է, որտեղ աղոթում են մարդիկ, այնտեղ կա մի հատ լուսամուտ արևելյան կողմից, այսինքն որ արևը առավոտ շուտ Քրիստոսի լույսը ընկնի դալիճի մեջ, այսինքն կոչվում է Քրիստոսի լույս։ Մեր եկեղեցական ճարտարապետությունը ամբողջ հիմնված է այդ լույսի վրա։ Դրա համար մեր եկեղեցիները այնպես էին կառուցվում, որպեսզի արևելյան պատից ուրեմն լույսը մտներ եւ սփռվեր սուբսեանի վրա։ Եվ ամբողջ մեր եկեղեցական ճարտարապետությունը մանավանդին վերջին շրջանի ճարտարապետությունը դա խաթարել է։ Միջնադարյան ճարտարապետությունը ամբողջ լույսի վրա է հիմնված։ Մարդիկ ճիշտ հաշվարկել են լույսը ինչպես պետք է իջնի, այդ դրա համեմատ պատուհանը սարքել են, որպես հենց պատարագի արարողության ժամանակ լույսը ուղիղ իջնի սուբսեղանի վրա։ Կաթողիկեի հարավային, արևելյան եւ հյուսիսային պատերի մեջ արտաքուստ բացված են երկուական եռանկյունաձև հայկական խորշեր։ Սա եւս հայկական ճարտարապետության յուրատեսակ հնարամտություններից է։ Ուրեմն ես ասեցի, որ երկու տիպի լուծում է ունեցել գմբեթները։ Դրել են կամ 4 առանձին կանգնած մույթերի վրա, սյուների վրա, կամ այդ սյուները հեռու են տարել, կպել են պատերին եւ դարել են որմնասյուն։ Հիմի պատկերացրեք 80 սանտիմետր պատի հաստություն, գումարած 80 սանտիմետր էլ որմնասյունը, ստացվում է 1 մետր, 2 մետրանոց մի հատ հսկայական ծավալ, որի մեջ պետք է քար, կիր եւ այն լցնեն։ Եվ ամրությունը պահպանելու համար հայ ճարտարապետները արտաքինից, այսինքն պատի դրսի երեսի եռանկյուն խորշ են սարքել, այսինքն թեթևացրել են պատը, բայց կոնստրուկտիվ կրող ունակությունը պահպանել են։ Եվ այդտեղից լավագույն լուծումը հայ ճարտարապետության, այսինքն պահպանելով ամրությունը թեթևացնել պատը։ Դրանք շատ ուսումնասիրված են, ես չէ որ խոսք պիտի ասեմ, բայց դրանք արված են չափազանց հանջարեղ երևույթ է դա, որովհետև որտեղ որ խորշը արվում է, այդ սյուների կամ կիսասյուների կամ այդ պիլոն կոչվածների բեռն է թեթևացնում։ Մեր եկեղեցիները ունեն հայկական խորշեր։ Դրանք պատի վրա եռանկյունաձև խորշերն են, որը համարյա պատի հաստությանն ունի, բայց այդ խորշերը տեղադրել են այն մասում, որտեղ որ հետևում խորանի պատերն են։ Եվ ցնցումների ժամանակ այս խորշերը գարմոնի նման այսպես աշխատում են եւ թույլ չեն տալիս, որ պատը վնասներ կրի, ասենք ճակեր առաջանան պատերում։ Սա էլ կարևոր առանձնահատկություն է եւ իսկապես մեր
Մարմաշենի եկեղեցու 3 կողմերում կան այդ հայկական խորշերը, երկուական հատ։ Ընդ որում խորշերի տեղադրվածությունը պատի մեջ շատ հաշվարկված, խելացի ընդրված, չափերը, խորությունը եւ այլն դրանք հadoop պես քննարկելու նեղ մասնագիտական հարցեր են։ Անվիճելի է, որ կաթողիկեի թագն ու պսակը գմփեթն է, զիգզագաձև քիվերով եւ հովարաձև վեղարով։ Կոնի ձև ունեցող գմփեթի այս տեսակը առաջին անգամ հանդես է եկել հենց Մարմաշենում։ Տաճարը ներսից համեմատաբար համեստ տեսք ունի։ Խորանը բավական բարձր է, ուր տանում են հնգաշճան սանդուղքները։ Բեմի ճակատը պատված է զարդաքանդակներով։ Ժամանակին զարդաքանդակները կիսով չափ ավերվել են։ Հետագայում վերականգնման ժամանակ պահպանվել են միայն միջնամասի զարդաքանդակները, իսկ վերևի մասի զարդաքանդակները ավելացվել են։ Կիսաշրջան աբսիդը պատված է կամարակապ համաչափ 7 խորանախորշերով, որը կա նաև Անիի մայր տաճարում։